ՔՊ-ի հիմնադրման 10-ամյակն էր երեկս, ձեզ ՔՊ-ն հասել է իր նպատակը։ ՔՊ-ն ինչ է։ Քաղաքացիական պայմանագիր։ Լավ է զզվան կանոնները մի տվեք էլի։ Ես ոչ ՔՊ ճանաչում եմ, ոչ ընդունում եմ, ոչ էլ ուսում ճանաչեմ։ Շատ լավ։ Մարդկանցից խոսենք։ Այդպես հարցերով հարցազրույց չեմ տալի կներեք։ Երևի չէ։ Երևի չէ։ Իսկ ինչ եք այդպես կարծում։ Արել են որոշ բաներ, բայց այդքան չէ։ Մեր սպասելիքները երևի ավելի շատ են եղել։ Մոտավորապես մի 20%-ով։ Որոշ բաներ արել են։ Բայց հիմնականում չէ։ Իրանք իրանց նպատակին երբեք չեն հասնի, вообще սատկի ՔՊ-ն, ասենց ասենք վերջացնեն։ Նպատակին հասնելը շատ դժվար է, դրա համար ժամանակ է պետք, աջակցություն է պետք, որը չկա։ Եվ բայց ամեն դեպքում ամուր կպեք։ ամեն դեպքում մենք իրանցից գոհ ենք։ Իրանց էլ բարի ճանապարհ իրանց։ Որ մնացած ժամանակահատվածում իրանց գործերը կաշառակել չէ վերով իմիկվա հետո իշկլնեն չգետը որովհետև ոչ այդքան բամբասում են ընդդիմությունը մի հատ չասում այսքան հարստություն են հավաքել Քոչարյանի հարստության չափոց պետք է հավաքել էլի դրա համար է ուզում կա հավաքի մնացած ասված չանի գա ճիշտ եմ ասում թող էսի մնա այս երկրի վերջը կարա լինի հազիվ ենք պետություն ունեցել հիմա ուզում են էլի քարուքանդան չէ թող մեր երկիրը պինդ լինի ոչ ուշ մենք չենք լինի Եթե Հայաստանի Հանրապետությունը կեցը Նիկոլա Նիկոլնա չլնի մի ով էլ յուրիշ լինի անկախ մարդը չգիտեմ դուք որ կողմն եք եղեք ես կողմը այ հիմիկվա պիտու չեմ կողմը գնացած շուտ եմ Սատի տեղն են խոսում դրանք Ենքան հարուստ են չգիտեմ որտեղ տեղավորեն էլի են ուզում Թալան են թալանչիներ էին ազիվ պրծանք Չգիտեմ ճայելներդ ոնց կամ բռնեք ես գիտեմ որ հազիվ ենք պրծել դրանց Եմ խոսում կներեք ելի բան չասեմ որովհետև չեմ կարող ոչինչ ասեմ տխուր եմ որը տենց է Ինչ նպատակներ են, նպատակները, որոնց մասին խոստացել է, իհարկե ոչ միայն չի հասել, այլ նպատակ չի ունեցել հասնելու, այստեղ է խնդիրը։ Ժողովրդին քաղաքացիական պայմանագիրը ի սկզբանե խաբել է, լավ է իմանալով, օրինակ, որ իր բազմաթիվ խոստումներից անջատում հանուն փրկության Արցախի հետ կապված, այդ խոստումը ոչ միայն օրինակ չի կատարելու, այլև հանձնելու է Արցախը։ Սոցիալական հավասարության մասին խոսող քաղաքացիական պայմանագիրը այսօր տեսնում ենք, թե իրենց անդամները ինչ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում եւ մեր երկրում էլ ինչպես է աղքատությունը խորանում։ Այ չեմ կարող ասել։ Ձեր կարծիքով։ Երևի։ Ինչն էր նրանց նպատակը։ Աղջիկան չգիտեմ։ Ճիշտն ասած ես ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն բան այս կյանքում հարաբերական է։ Ոչ լավ կասեմ, ոչ վատ, որովհետև դա էլ է հարաբերական։